Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է փոխել քաղաքի դրոշի և զինանշանի գույները, դրանք դարձնել կապույտ։ Հարցը ներառված է դեկտեմբերի 23-ի ավականու նիստի օրակարգում։ Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ գունային փոփոխությունը պետք է արտահայտի քաղաքի նոր ժամանակակից և մինիմալիստական ինքնությունը, բայց միաժամանակ կապը ազգային խորհրդանիշների հետ։ Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարող բողոքարկել, հայտնել է Արդարադատության նախարարը։ Գալյանն ասել է, թե այսօր մի շարք խնդիրներ կան, որոնք կապված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչարարության որակի հետ։ Ըստ այդմ, նախատեսվում է վարչական մարմինների վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակում, մինչև 300,000 դրամ տուգանքով վարչական ակտերի պարագայում։ Այսինքն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն այլևս հնարավորություն չեն ունենա ներկայացնել վերաքննիչ բողոք այն դեպքում, երբ վարչական ակտով սահմանված տուգանքի չափը չի գերազանցում 300,000 դրամը։ Ըստ հիմնավորման, այս փոփոխությունը մի կողմից կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և մատչելի արդարադատության իրականացման իրավունքի ապահովմանը, մյուս կողմից վարչարարություն իրականացնող մարմինների ուշադրությունը կկենտրոնացնի պատշաճ վարչարարության իրականացման վրա, ավելացնելով նրանց զգոնության աստիճանը։ Վերաքննիչ վարչական դատարանի որոշումով կարմիր գծերի վճարի թանկացումը անվավեր թողած վճիռը անփոփոխ է մնացել։ Վերաքննիչ դատարանի որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման օրից մեկ ամիս անց։ Այդ ընթացքում Երևանի քաղաքապետարանը կարող է բողոքարկել այն վճռաբեկ դատարանում։ Քաղաքապետարանից արդեն հայտնել է, որ այդպես էլ վարվելու են։ Հիշեցնենք, որ 2024-ին Երևանի կենտրոնում կայանման տարեկան վճարը բարձրացել էր 12,000-ից մինչև 160,000 դրամ։ Ժողովրդական նկարիչ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր սևակ անլռելի զանգակատուն» քանդակը, որը տեղադրվել է Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի բակում, բուռն քննարկումների և քննադատությունների թեմա է դարձել։ Ես այն համարում եմ իմ լավագույն գործը, իր հերթին քանդակի մասին խոսելով նշել է Լևոն Թոքմաջյանը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։